Սիրելի բարեկամներ, այժմ ձեր ուշադրությանն եմ ներկայացնում հարցազրույց Policy Forum Armenia կազմակերպության անդամ Կարո Եղնուկյանի հետ։ Սիրելի բարեկամներ, այսօր իմ հեռուստաընկերության հյուրն է Կարո Եղնուկյանը, Policy Forum Armenia հասարակական կազմակերպության անդամ։ Կարոն արդեն 3 տարի է, որ ապրում է Հայաստանում, Նյու Յորքա բնակ, որ ընտանիքով վերադարձել է Հայաստան մշտական բնակության։ Կարո Եղնուկյանը գտնվում է Նյու Յորքում այս օրերին եւ առիթ է ունեցել մասնակցելու Վաշինգտոնում կայացած Diaspora Forum մեծ համաժողովին, ներկայացնելով Policy Forum Armenia ընկերությունը։ Կարո, կուզենայի մի քանի խոսքով ասեիք, թե ինչ էր իրենից ներկայացնում այս Diaspora Forum-ը Վաշինգտոնում։ Diaspora Forum-ը կազմակերպված էր State Department-ի նախաձեռնությամբ։ State Department-ը ամերիկյան կառավարությունը շահագրգռված է, որ իր ամերիկացի օտար երկրում ծնված բնակիչները, որոնք այսօր դիասպորա են, լի Ջամայկայից, լի Աֆրիկայից, Անգլիայից կամ Հայաստանից, որոնք կազմակերպվել են Ամերիկայում որպես կազմակերպություններ, որ իրենք կարողանան իրար հետ աշխատել, իրար հետ գործակցել եւ ամենակարևորը լինեն Ամերիկայի դեսպանները իրենց ծննդյան երկրներում։ Կարո, իսկ որքանով այս Diaspora Forum-ը օգտակար էր մեզ հայերիս համար։ Մենք փաստորեն հայերս մեր դիասպորան շատ ավելի առաջադեմ էր կամ ավելի շատ փորձառություն էր, քան այդտեղի մեծամասնությունը։ Ինչ որ խոսվում էր լինել երիտասարդներին գնալ աշխատել կամ habitat-ի մոտեցումով, մենք այդ ամեն ինչ արդեն արել ենք։ Հայերի մոտ մի ուրիշ խնդրեմ կա այս վարկայից, մեզ պետք է revitalization վերականգնվի մեր հավատը, սերը, մոտեցումը դեպի Հայաստան։ Մենք այսօր Հայաստանում ունենք խնդրեմ, որտեղ քաղաքական հակասությունների պատճառով կամ ներքին քաղաքական հարցերով մեր մոտ չի ստացվում, դիասպորայի մոտ չի ստացվում այդ ներդրումները։ Շատ սփյուռքահայ բիզնեսմեններ այնտեղից հիասթափված վերադարձել են։ Դա գալիս է այն բանից, որ պատրաստ չէին իրենք, թե ուր են գնում եւ ինչ պետք է անեն։ Պետք է նախապատրաստվեին։ Այնպես որ այս ֆորումից մի բան եզրակացության եկա, որ նախապատրաստված գնալ Հայաստան ներդրումներ անել եւ բիզնես բացելը շատ ավելի խելացի բան կլիներ մեր հայերի համար, քան թե ինչպես որ մենք էինք արել։ Ուզում եմ խոսեք ձեր այս Policy Forum միության կազմակերպության մասին։ Policy Forum Armenia ստեղծվեց կորիզ է, ասած ստեղծվեց Վաշինգտոն DC-ում, անդամները պրոֆեսիոնալներ են, իրեն դա ֆինանսի, էկոնոմիկայի, բիզնեսի, իրավաբանական ճյուղերում։ Այսօր անդամակցությունը աշխարհով մեկ է։ Անցյալ տարի ընտրվեց բորդը 7 հոգանոց board of directors-ը, որից 2-ը Հայաստանաբնակ են հիմա, որից 2-ից մեկը ես եմ, իսկ 5-ը դիասպորայով մեկ են Ամերիկայի եւ Եվրոպայի։ Policy Forum Armenia որպես կազմակերպություն եզակի է հայական դիասպորայում կամ ասենք նույնիսկ Հայաստանում, որտեղ մեր գործողությունը, այսպես կոչված անգլերենով think tank է, որտեղ մենք վերլուծություններ ենք անում, ռեպորտներ ենք գրում տարբեր թեմաների վերաբերյալ, որտեղ խնդիրներն են նշվում եւ առաջարկվում են լուծումներ։ Օրինակ, արդեն մենք 5-րդ ռեպորտն ենք արել, վերջինը crisis report-ն էր, որը նախազգուշացնում էր, որ եթե Հայաստանի էկոնոմիկան այդ քայլերով կամ այդ ուղղությամբ շարունակվի ինչ որ հիմա է, եթե շատ շուտ եւ կտրուկ փոփոխություններ չլինեն, մենք նայում ենք երկրորդ crisis-ին։ Կարո, դուք նշեցիք 5 մեծ ռեպորտներ, կուզենայի իմանալ, թե որոնք էին դրանք։ Բացի crisis report-ից արվել էր նաև դիասպորայի հարաբերությունները Հայաստանի հետ վերջի 20 տարվա ընթացքում։ Հետո արվել էր ռեպորտ բնապահպանության հետ կապված, այսօրվա աղետային վիճակը։ Ռեպորտ կար նաև արտագաղթի հետ կապված, կոռուպցիայի հետ կապված հավաքածուեր այդպես։ Որտեղից եք վերցնում տվյալները, որքանով են այդ տվյալները հավաստի։ Տվյալները առաջինը ասեմ, որ մեր ռեպորտները արվում են կազմակերպության անունից, ոչ թե մեկ անձի անունից, եւ մասնակցում են բազմաթիվ էքսպերտներ իրենց մասնագիտությամբ վերաբերյալ։ Հետևաբար ամեն մի մասնագետ իր մասնագիտության ոլորտում ներկայացնում է տվյալներ։ Տվյալները լինում են կամ պետական հրատարակված ստատիստիկաները
կամ օրինակ համար համաշխարհային կազմակերպությունների արած հետազոտությունները, Տալինի World Bank-ը, International Monetary Fund-ը, UN-ը կամ Եվրոպական միության արած հետազոտությունները եւ սրանք բոլոր այն ռեպորտներն, այն ստատիստիկաներն են, որը Հայաստանի կառավարությունը ընդունել է որպես փաստ։ Կարո բնականաբար Policy Forum-ը, որ այդքան, այսպես ասած, զգոն աչք է Հայաստանի բոլոր բացասական երևույթների վրա, չէր կարող անտարբեր լինել նաև Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների։ Այս ուղղությամբ Policy Forum-ը որևէ բան ձեռնարկում է, մտածում է։ Policy Forum-ը որպես կազմակերպություն չի ձեռնարկում ինքը ակտիվորեն բանի մեր նպատակը think tank է, որտեղ մենք խնդիրներ ենք ներկայացնում եւ որոշ լուծումներ։ Կան ուրիշ կազմակերպություններ, որոնք օրինակ վերցնում են մեր գաղափարները, առաջարկները եւ իրենք տանում են մի քայլ առաջ։ Այսպիսի կազմակերպություններից մեկը օրինակ համար Սարդարաբադ շարժումն է, որ Հայաստանում է գործում, որոնք առաջարկում են որպես լուծում այլընտրանքային ընտրություններ կամ այսպես ասած այլընտրանքային կառավարություն, որը նմանվում է Անգլիայի պարլամենտի ստվերային կառավարության, որտեղ Հայաստանի իշխող այսօրվա կառավարության զուգահեռ ստեղծվում է մի պարլամենտից դուրս մի նոր պարլամենտ կամ պարլամենտից դուրս մի նոր կառավարություն, որը լինում է այլընտրանքային ընտրություններով։ Օրինակի համար այլընտրանքային ընտրությունները ինչպես պատկերացնել։ Այսօր Հայաստանում ընտրությունները լինում են այսպես, ասում են 1.700.000 քվեարկող կա, եւ ասում են այդ 1.700.000-ից քվեարկել են 1.5 միլիոնը։ Բայց չեն ասում, թե ով է քվեարկել։ Հետևաբար մենք չենք իմանում, որ օրինակի համար Պողոս Պողոսյանը քվեարկել է, թե չէ։ Մենք գիտենք, որ Պողոս Պողոսյանի անունը ցուցակի մեջ է, որտեղ այդ ցուցակը տպված էր, հրատարակված էր, բայց մենք չենք իմանում, որ այդ ընտրությունների օրը մայիսի 6-ին Պողոս Պողոսյանը քվեարկեց, թե չէ։ Այս հարցով օրինակի համար դիմել էին ընդդիմության կուսակցությունները Սահմանադրության դատարան, որպեսզի բացահայտեն, թե ովքեր են քվեարկել։ Սահմանադրության դատարանը դա մերժեց, ասելով, որ դա գաղտնիությունն է բացահայտում։ Սահմանադրության դատարանի որոշումը անիրավ էր, որովհետև գաղտնիությունը չի բացահայտվում։ Գաղտնիությունը բացահայտվում է, երբ որ մենք ասում ենք, որ Պետրոս Պետրոսյանը քվեարկեց Պողոս Պողոսյանին, բայց մենք դա չէինք ուզում իմանայինք։ Մենք միայն ուզում էինք իմանայինք, որ Պետրոս Պետրոսյանը քվեարկեց, թե չէ։ Որտեղ այսպեսի մի հաշվարկ կա, որ այսօր Հայաստանից դուրս գտնվում են մոտավորապես 500,000 հայաստանցիներ, որոնք դեռ Հայաստանի քաղաքացիներ են, բայց Հայաստանում չեն բնակվում, իրենք դեռ գրանցված են իրենց տանը, հետևաբար իրենց անունները ցուցակների վրա են։ Այդ 1.700.000 ընտրողների ցուցակի մեջ մտնում են նաև այս 500,000 նախկին հայաստանցի բնակները, որ այսօր հիմա գտնվում են արտերկրում։ Կարո ենթադրենք եղան այդ այլընտրանքային ընտրությունները եւ ընտրվեց մի կորիզ, որը զուգահեռ մեր կառավարությանը ինչպես է գործելու այդ ընտրված կորիզը։ Ես սկզբից նշեմ, որ սա Policy Forum Armenia-ի մոտեցումը չէ, սա Սարդարաբադի մոտեցումն է, բայց Policy Forum Armenia-ն որպես կազմակերպություն համաձայն է ընդհանուր այս մոտեցման եւ գաղափարին։ Սարդարաբադ շարժումը հետեւյալ ձևն է նախատեսում։ Առաջին իրենք կորիզը ստեղծում են մտավորականներից եւ մարդիկ, որոնք դեռ, այսպես ասած, ճակերտների մեջ պղտորված չեն, կեղտոտված չեն։ Մարդիկ, որոնք չեն եղել նախքին առաջի 3 կառավարությունների նախագահների օրոք։ Առաջի խումբը, որ ընտրվելու է, տալու մտավորականներից 33 հոգի։ 33 հոգին ընտրվելու են ավելի մեծ քանակի տեխնացուներից։ Ուզում եմ նշեմ, որ այս process-ին կարող են մասնակցել նաև սփյուռքահայերը, եւ սփյուռքահայ ասելով մենք չենք հասկանում միայն Հայաստանի քաղաքացի սփյուռքահայերը, այլ թե բոլոր սփյուռքահայերը, նույնիսկ իրենք կարող են ինքնաառաջադրվել պարլամենտի ստեղծման համար, անդամակցության համար, միայնակ պահանջը նա է, որ ընտրվելուց հետո նրանք պարտավոր են տեղափոխվել Հայաստան եւ բնակվել Հայաստանում։ Իսկ այն սփյուռքահայերը, որոնք չեն ուզում տեղափոխվել Հայաստան, բայց ուզում են մասնակցել, նրանք կարող են ընդգրկվել մասնագիտական կոմիտեների մեջ։ Օրինակ, ֆինանսների կոմիտե պետք է ստեղծվի այդ պարլամենտին կից, եւ ֆինանսների կոմիտեի մեջ կարող են լինել սփյուռքահայեր, որոնք հերակա կարգով կարող են աշխատել
այդ կոմիտեի գործընթացներում։ Այդ ժամանակավոր պարլամենտի հետո ստեղծվում է երկրորդ մեկ խումբը, որը ավելի մեծ խումբ է լինում, դա արդեն այսպես ասած զտման process-ը անցնելուց հետո երկրորդ этаպը ավելի ծավալուն պարլամենտ 65 հոգեանոց, որի արդեն շարքերից ընտրվում են կառավարության անդամներ։ Նորից խոսքը գնում է ստվերային։ Այս կառավարության անդամները, որ ստեղծվում են, միաժամանակ ստեղծվում է այսպես կոչված մանիֆեստոն կամ պլատֆորմը այս խմբի 65 հոգեանոց խմբի։ Այս 65 հոգեանոց խումբը իր պլատֆորմը հրատարակում է, դա լինում է պայմանագրի ձևով, եւ այս պայմանագիրը առաջադրվում է ժողովրդին որպես քվեարկության թղթիկ։ Եվ եթե այդ ժամանակ մենք հավաքենք 50%-ից պլյուս 1 ձայն, դի ներկայացվի դա կառավարության, ասելով, որ տեսեք կառավարություն ժողովրդի բացահայտ քվեարկությամբ, բաց քվեարկությամբ իրենք ընտրել են այս ճանապարհը։ Դուք հիմա ինչ եք անում։ Պետք է իրենց դրվի առջևը իշխանափոխության եւ իշխանությունը հանձնելու տարբերակ։ Կարո իմիջիալոց շատ հետաքրքիր է այս ամբողջ ընթացքը, որ նկարագրում եք, բայց մի ուրիշ բան կա, եթե կառավարությունը ոչ մի կերպ չի ուզում զիջել եւ չի ուզում ձեզ այդ բանակցությունների մեջ նստել եւ չի ուզում ընդառաջել, այն ժամանակ ինչ պիտի լինի։ Ես հույս ունեմ, որ այդ պետության հայրերը, նրանք էլ որպես հայ, հասկանալով, որ մենք չենք ուզում ալեկոծումներ լինի Հայաստանում, մենք ուզում ենք սա լինի խաղաղ, հանգիստ ձևով, քաղաքակիրթ ձևով, հետեւաբար հույս տնելով, որ իրենք էլ նույն մտահոգությունները ունեն, պետք է նստեն սեղանի շուրջ եւ խոսեն իշխանությունները հանձնելու մասին խաղաղ հանգիստ ճանապարհով։ Կարո իմիջիալոց ասեմ այն, որ դու գնացել ես Հայաստան եւ ներգրավել ես Հայաստանի հասարակական կյանքի մեջ եւ քո ժամանակը, քո միտքը, քո հանգիստը նվիրում ես Հայաստանին, կարծում եմ, որ շատ ողջունելի է։ Շնորհակալություն այս հարցազրույցի համար։ Ես կարծում եմ, որ մենք դեռ էլի առիթներ կունենանք հանդիպելու եւ կարծում եմ, որ մեր հարցազրույցը գնալով ավելի կդառնա դրական երևույթների շարան եւ մենք ավելի ուրախ կլինենք ներկայացնելու Հայաստանը որպես իսկապես այն Հայաստանը, որ մենք ուզում ենք տեսնել։ Շնորհակալություն եւ հաջողություն։